Ողջույն։ Հարցի հեղինակը նշում է, որ դիմել է ատամնաբուժարան, քանի որ անհրաժեշտ է եղել տեղադրել իմպլանտներ, տեղադրել են մի քանի իմպլանտներ, միջամտությունից ամիսներ անց սկսել են բարդություններ, մասնավորապես բերանի խոռոչի բուրբուքային հիվանդություններ են առաջացել եւ բացի այդ նաեւ ձևափոխվել է կծվածքը։ Դիմել է երկրորդ ատամնաբուժարանի, որտեղ նշել են, որ այդ ամենը խնդիր է եւ հետևանք է նախորդ ատամնաբուժական ծառայության կողմից մատուցված ոչ պատշաճ ծառայության հետևանքով է առաջացել, առաջարկել են իհարկե իրենք շտկեն խնդիրը, նշված անձը դիմել է առաջին ատամնաբուժարանին, պահանջել է վերադարձնել իր կողմից վճարած գումարները, նշելով, որ պետք է երկրորդ ատամնաբուժարանում այդ ծախսերը կատարի, վերջիններս հրաժարվել են վերադարձնել վճարը, սակայն առաջարկել են, որ իրենք կարող են շտկել եւ բուժումը կատարել, իրականացնել այդ բերանի խոռոչի հիվանդության բուժումը։ Հիմա հարցի հեղինակը նշում է, թե ինչ օրենսդրական միջոցներ կան, քանի որ նշում է, որ այսքան խնդիրներից հետո այլևս չի ուզում առաջին ատամնաբուժարանի հետ գործ ունենալ եւ մյուս կողմից էլ նրանք չեն վերադարձնում գումարները։ Նշում է, թե ինչ իրավական հնարավոր լուծումներ կա։ Նշեմ, որ կարող են քաղաքացիական օրենսդրությամբ, եթե սահմանված կարգով նայենք, իրավունք ունի դիմելու վնասների հատուցման պահանջով դատարան եւ ետ ստանալ, պահանջել, որպեսզի ետ վերադարձնեն ամբողջ վճարը, եթե համապատասխան փորձաքննության եզրակացությամբ կապացուցվի, որ իսկապես նրանց կողմից մատուցված ծառայությունը եղել է ոչ պատշաճ որակի։ Երկրորդ, իրավունք ունի ստանալ նաեւ հավելյալ վճար, այն դեպքում, եթե կրկին անգամ փորձաքննության եզրակացությամբ կհաստատվի, որ այդ ոչ պատշաճ ծառայության հետևանքով անհրաժեշտություն է առաջացել նոր միջամտություն կատարել եւ իրավունք ունի ստանալու այդ նոր միջամտության ծառայության արժեքի չափով փոխհատուցում։ Երրորդ, իրավունք ունի դիմել քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ հաղորդմամբ, այն դեպքում, եթե կպարզվի վարույթի ընթացքում, որ բուժաշխատողի կողմից իր մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով չի կանխել հիվանդությունը կամ չի կանխել բարդության առաջացումը կամ առաջացել են բարդություն եւ եթե այդ իր անզգուշության հետևանքով առաջացել է միջին ծանրության վնաս կամ ծանր վնաս կամ աստված մի արարչի մարդու մահ։ Այն նման դեպքերում քրեական օրենսգիրքը նախատեսում է համապատասխան պատասխանատվություն տուգանքից սկսած մինչև 3 տարի, եթե միջին ծանրության կամ ծանր վնաս է, եւ տուգանքից սկսած մինչև 5 տարի ազատազրկում, 5 տարի ժամկետով ազատազրկում, եթե պատճառվել է անզգուշությամբ մարդու մահ։ Այն նման դեպքերում քրեական օրենսգիրքը նախատեսում է պատասխանատվություն եւ հաստատվելու դեպքում ամեն ինչ կունենա իր իրավական հետևանքը։ Այսքանը լավ եղեք եւ եղեք իրազեկ։